Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել կաթողիկոսի և հոգևոր խորհրդի անդամների դեմ։ Բարև ձեզ, եթերում խորագիրն է, ես Գևորգ Էմինտերյանս, Ավետիք Քերոբյանը և բոլորին դեմ եմ շարժման անդամ Իշխան Գևորգյանը կփորձենք ամփոփել անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունները։ Ողջույն։ Բարև ձեզ։ Ուրեմն ցնցող իրադարձությունը կաթողիկոսի և հոգևոր խորհրդի դեմ հարուցված քրեական գործն եմ կարծիքով, որը ուրեմն ինձ նախ աննախադեպ մի բան է հայ եկեղեցու պատմության ընթացքում ու ինձ թվում է, որ համաշխարհային իրականության մեջ է, իսկ պատճառն այն է, որ ուրեմն թեմի առաջնորդ Գևորգ Սարոյանի Արմեն Սարոյանի ուրեմն իշխանությունը թեմում ապահովել էր, հայցի ապահովում էր կիրառել դատարանը, ապա կաթողիկոս աստիճանազրկել էր բանին, Սրբազանին, կարգալույծ էր արել, իսկ ու դա չէր կարող կարգալույծ քահանան լինի, կարգալույծ սրբազանը լինի թեմի առաջնորդ, հետևաբար դատարանի հայցի ապահովումը չի իրականացում, իսկ այն ամեն ինչը որ խոչընդոտում է դատարանի որոշումների կատարմանը, պետք է հարուցվի քրեական գործ։ Իդեպ ասեմ, որ անձամբ իմ պարագայում էլ կար հայցի ապահովման բան, եղել այդպիսի դեպք, երբ ԵՊՀ ռեկտորը չի կատարել դատարանի վճիռը, հայցի ապահովումը չի իրականացրել, ես դիմել եմ, որ քրեական գործ հարուցեն իր նկատմամբ, բայց չեն հարուցել, ասել են, որ ոչ, սա չի վերաբերում։ Դա ուրիշ է։ Սա ուրիշ է։ Ռեկտորը սուրբ չի եղել։ Это другое։ Այդպես, այնպես որ մենք գիտենք, որ այս հայցի ապահովումը նախ իրական դատարանի իրավունք չուներ այդպիսի բան կիրառելու։ Դա ակնհայտ է Սամարության 17-րդ հոդվածի խախտում։ Ակնհայտ, այսինքն այն ամեն ինչ ինչ որ տեղի ունենում բոլոր օրենքների եւ Սամարության համապատասխան հոդվածների խախտմամբ, ինչը աննախադեպ չի։ Իմիջայլոց ասեմ քեզ, մենք շատ ենք սիրում ասել, որ այս ամեն ինչ տեղի ունենում աննախադեպ է, բայց մեզ այդ աննախադեպերին արդեն լավ սովորեցրել են։ Հետևաբար եւ նախադեպներն էլ կան, ասենք 4 եպիսկոպոս, արքեպիսկոպոսներ կալանված շինծու մեղադրանքներով, գիտենք մեկի գործողությունից իրեղեն ապացույցները, որը որ իբր թե պետք է հիմք հանդիսանային, քրեական հետապնդման կորել են կամ ծխել են, կամ չգիտեմ ինչ են։ Բայց հիշեցնենք դա ինչը։ Արշակ Սրբազանին ու ձերբակալել են, կալանավորել են, ուրեմն իբր են 18 թվականին թե 17 թվականին մարիխուանայով լի գլանակը ինչ-որ մեկի գրպանը գցելու տերտերանման մի անձի գրպանը գցելու համար գրպանը չէր, իմիջիալից ուսապարկը, այո, բայց այդ գլանակը կորել է, երևի, չգիտեմ, կամ ծխել են, կամ կորցրել են, կամ ինչ են արել։ Դե վերջո գործ ունենք, ամեն դեպքում գործ ունենք աղաղակող անիրավության հետ։ Կլինի ես ասեմ։ Իհարկե, Ես նոր ինչ խոսացիք այդ ամեն ինչին ես դեմ եմ։ Նայեք, այսօր կարմիր թելով անցնելու է։ Այս շաբաթվա կատարվածի մեծ մասին էլ եմ դեմ, բայց դեմ եմ որպես քաղաքացի, որպես հայ մարդ, ոչ որպես դեմ եմ շարժման անդամ, ես մի հատ գիծը հստակ դնենք նայողների համար, որ դեմ եմ շարժումը հստակ փոքր օրակարգ ունի, այդ օրակարգի ընդհանրապես 3 կետանոց օրակարգ ունի։ Կհակնեմ կխոսենք, իմ հետից տեղ է դրած էլի, ձեր հետ խոսումը քաղաքացի իշխանը։ Ես կարծում եմ, որ այս ամեն ինչը բացի այն, որ շատ ապօրինի է, այն ծիծաղալու աստիճան, աննորմալության աստիճան ապօրինի է, այս ամենը կատարվում է, որ մենք էլ ավելի զզվենք մեր իրականությունից, սաղ էլ նույնն են, սենց տերմիններ առաջանա, եկեք այդ ամեն ինչից հեռու մնանք։ Պարփակվենք այն անտեղյակության կաղապարի մեջ եւ ծերատալի իշխանությանը վերարտադրվելու համար, ու ես պատահական չեմ համարում, որ այս process-ները ակտիվացել են հիմա, որտեղ եթե նույնիսկ ինչ որ մեկը քննարկի, որ ինչ որ բան կար բարձելու եկեղեցու մասով, դժվար այդ 7 տարի կառավարելուց հետո ջրերս դուրս գար, ու եթե մեկը իրոք սիրում էր հայրենիքը կամ եկեղեցին, կարար այդ 7 տարում իրար գարել, եւ սրա միակ նպատակը մոտակա ընտրությունների ֆոն ստեղծելն է, որովհետեւ փաստացի ընտրական մրցավազքը սկսվել է ու
դա հիբրիդային ձևով են անում, այսինքն ոչ թե հստակ են անում, այլ այնպես են անում, դու անկախ քեզնից Հայաստանի իրականությունից զզվում ես։ Աշխարհում երկրորդ երկիր չկա, որ սենց բաներ է կատարվում, եթե գտնեք, ես ներողություն կխնդրեմ։ Պասիվ ռեպրեսիաներ։ Լավ էլ ակտիվ է, էլի։ Չէ, պասիվ ռեպրեսիաների նկատի ունեմ, որ ուղիղ կերպով ամեն ինչ չի արվում, անուղղակի կերպով, հա, զարտողի ճանապարհներով, երբեմն թաքցված, երբեմն բացահայտ կերպով, բայց ոչ երբեք իրենց դեմքով, հա, ակտորները իրենց դեմքով հանդես չեն գալիս։ Դա տեսակ իշխանամերձ խոսող գլուխներ են մոբիլիզացվում եւ լծվում պայքարին, բայց ամեն դեպքում մենք գործ ունենք մի վիճակի հետ, որը իսկապես զզվելիության աստիճանի աննորմալ է, եւ այդ զզվելիությունը իրականում միտված է իրականում բանի ես իշխանին համաձայն եմ, որ մարդկանց այնքան զզվացն են, որ ընդհանրապես ցանկությունը չունենան առնչվելու այս զզվելի իրականության հետ։ Բայց ես կարծում եմ, որ այս զզվելու process-ը նոր սկսված բան չէ, էլի։ Չէ, իհարկե նոր չէ։ Իհարկե նոր չէ, բայց այսօր հասել է ծայրահեղ մակարդակի։ Պիկի է հասել, հա։ Պիկել չէ, բայց ծայրահեղ մակարդակի։ Պիկ լինելու է իհարկե։ Պիկ կլինի, երբ որ կմտնեն եկեղեցի եւ կսկսեն գնդակահարել։ Կարծում եմ։ Ով։ Չեմ կարող ասել ով, կնշանակի ես տեղյակ եմ հանցագործության մասին եւ բան չեմ անում, կանխիչ գործողություններ չեմ անում, բայց դա ոնց որ իմ ենթադրությունն է։ Այդ ժամանակ պիկը կլինի։ Եթե մենք այդ պիկին չհասնենք, լավ կլինի։ Ես չեմ կարծում, որ այդպեսի կտրուկ բաներ կլինեն, որովհետեւ նա այս process-ը կարա արագ ավարտվի, բայց արագ չի ավարտվում, այլ երկարատևում, որովհետև դա պետք է որ երկար տևի։ Դա գոնե մինչև ամառ տևի։ Ընդ որում, եթե ինչ-որ տեղաշարժեր եղան դաշտում, որ իրանց պլանները խառնվավ, այդ process-ը բաց են թողել։ Մենք մեր գործով նաև, մեկը ես դրան եմ հավատացած, որ ոնց որ իրանց խաղակարտերը խառնելու դեպքում այս թեման ակտուալ չի դառնալու, ոնց որ իրանց շահեկան չի լինելու անել այս հարամությունը ու ուղղակի այդ թեման բաց են թողել։ Այս շաբաթվա մյուս լուրը, որ էլի կապված է եկեղեցու հետ, այն էր, որ Պաշտպանության նախարարը, ուրեմն 3 եղավ այս լուրը, որ Պաշտպանության նախարարը լուծարել է բանակի հոգևոր առաջնորդությունը, այսպես ասած, եւ դա նշանակում այո, լուծարել է ծառայությունը եւ դա նշանակում է, որ այլևս գնդերեսներ չեն լինելու, հոգևորականներ բանակում չեն լինելու։ Չէ, իմիջիայլոց ասեմ քեզ, ես կարդացել եմ հրամանը մանրամասնություն, հա, եւ այստեղ կա այսպես ինչ որ ժամանակավոր դրույթներ, որ գնդերեսներին եւ ավագ գնդերեսներին համապատասխանող կապիտան եւ մայոր կոչումներով, տեսեք հետաքրքիր բան, հա, առաջ մարդիկ զինվորական կոչումներ չունեին, հա, հիմա կապիտան եւ մայոր կոչումներով ծառայության են հասնելու, բայց այս ամեն ինչի մեջ շատ թաքնված եւ վատ կողարկված դիտավորություն կա ընդհանրապես վերացնել այդ ամեն ինչը, այո, այսպես թաքնված կիսատ պրատ որոշումներով, հա, երրորդ ժամկետում ինչ որ առաջարկություններ ներկայացնել եւ այնտեղ չէ այդ առաջարկությունները չէր կարող նախապես գլխավոր շտաբին հանձնարարել ներկայացնել եւ այդ ամեն ինչը կարգավորված անել, բայց միտումը հետեւյալն է. զրկել բանակը եւ զրկել ընդհանրապես հասարակությունը դիմակայունության հենասյուներից, այն հենասյուներից, որից կարելի է բռնվել եւ չընկնել, հա, իսկ մենք գիտենք, որ ասենք հոգեվոր ծառայությունը բանակում ինչի համար է ստեղծվել եւ պարզվեց հանկարծ 90-ականների վերջին, որ աղանդավորական կազմակերպություններ եւ տարատեսակալ կրոնական կազմակերպություններ խորը այսպես ներթափանցել են բանակի կառուցվածքներ, հա, այնտեղ ծառայության են անցել աղանդներին հարող դպիրներ ասում, գրագիրներ, քարտեզագիրներ եւ մնացած նմանատիպ մարդիկ, որոնք տիրապետում են սկսել տիրապետել տեղեկությունների։ Եվ այս ամեն ինչը իրականում ուներ լուրջ հիմքեր, հա, հիմնավորում թե ինչի պետք ունենալ է ծառայությունը, որ տերը լինի զինվորին ինչ որ չափով։ Ավետիքը հատանում է դավադրապաշտական, թե շատ ավելի པարզ է եղել, գիտեք ինչ է եղել։ Պետք է վերածեմ հումորի, որտեվ իմ կարծիքով այս անցած թեմայի շարունակությունն է, եթե լուրջ ասեմ, էլի, իսկ եթե հումորով ամենաուժեղը, որ աշկը սփռնեց, ուրեմն Սուրեն Պապիկյանի էջը ասում է
եթե անցնեք Telegram-յան հղումով, կարող եք տեսնել այս հրամանի մանրամասն ու եթե չես գրանցում իր Telegram-ին չես կարող տենես, այսինքն զարգացնելու հնարքայել է։ Իմիջիայից ոչ միայն Telegram-յան ալիքնել, որը մամլո խոսնակինն է, իմիջիալոց ոչ թե պետք է սովորական պետք է միանաս, այլ թույլտվություն է տալիս։ Բայց մարդը ինքն հավաքում հետաքրքիր մարքեթինգային քայլեր։ Անում ես 6 սենսացիա, մարդիկ ուզում են կարդան։ Մի օր մտածում են հաստատեն թե չէ։ Գրանցվի, որ թողենք նայես։ Հիմա մենք է կարանք անենք, մինչև չգրանցվեք, կարևոր մտքեր չենք ասել։ Բայց մի նախորդ բան կա, որը մոռացություն է մատնվել։ Որը մոտավորապես մի շաբաթ առաջ լուր տարածվեց, որ զորամասերի հրամանատարները աշխատում են այդ բաների հետ, հոգևորականների հետ, այո, քահանաների հետ, որ նրանք միանան եկեղեցու կաթողիկոսի դեմ պայքարին, հետո դա հերքվեց եւ այլն, այդպիսի բան չկա, հետո լուծարեցին այդ ծառայությունը։ Դե բայց ինչով հաստատվեց, որ դա կա, հաստատվեց, որ այդ Նիկոլ Փաշինյանի մանր քինախնդրությունը, որ ով որ իրենց նախ բյուջեից փող ստացողները ինքը համարում է, որ դա ինքն է անձամբ վճարել փողը, այո։ Եվ ես զուգահեռ էլի հիշում համասարանի հետ, որ ուրեմն լուսահոգի Արամ Սիմոնյանի ԵՊՀ ռեկտոր փորձեցին հանել ռեկտորությունից չստացվեց, ձայները չերիքեցին եւ իրեն ասին, եթե ուզում ես, որ ԵՊՀ 101-ը նշվի, ապա պետք է գնաս։ Եվ ուրեմն մայիսին ինքը իր ուժերով նշեց 101-ը, բայց հետո հեռացավ, որ սեպտեմբերին նշվի ԵՊ 101-ը։ Այսինքն թվում է թե ինչ կապ ունի, ասենք մարտը այնպիսի կարևոր կառույցի, ասենք ինչպիսին ԵՊՀ-ն է նրա 101-ի հետ, բայց այդպես շատ կոնկրետ բան, որ ինչով դու չգնաս, մենք 101 չենք նշելու։ Ու ես հասկանում եմ, որ այստեղ էլ այդ քինախնդրությունն է, էլի իրական պատճառը։ Մանր, անձնավորված չեք միացել, բայց սրան, ասենք այսքան մարդիկ, դե գնացեք ձեզ գործ գտեք, տեսեք թե ինչ է ալնում եւ կրճատում են։ Ես ճիշտ ասած շատ երկդիմի վերաբերմունք ունեմ սրան, որտեվ ուրեմն 10-ական թվականին մի հատ բան եղավ, զորահանդես եղավ ու դրա ժամանակ մի հատ տենց քահանաների գունդ անցավ, չէ, բանով, դա այն ժամանակ ինձ թվում է շատ ծիծաղելի եւ բան, որ աբսուրդային, բայց 44-օրյա պատերազմի ժամանակ երբ այդ պատմությունների հետ այ 44 չասենք, էլի, որտեվ ես էլ իշխանը 2 ամիս տանը չենք եղել, էլի հաստատ։ Լավ, ինչքան 2 ամսյա 20 թվականի պատերազմը եւ ասեմ ինչի 44-ը չեմ սիրում ասել, որովհետեւ դեկտեմբերի 11-12-ին մենք Խծաբերդի հինթաղերի հատվածում ունեցանք զոհեր եւ գերեվարված ընկերներ, հա, մարտական գործողություններ, դեռ դեկտեմբերին հադրութում փնտրում էին, հադրութի անտառներում փնտրում էին թաքնված հայ զինվորներ եւ բաներ կա 20 թվականի պատերազմ ասենք էլի ընդամենը, հա, որովհետեւ 44 օր է դա 20 թվականին հուլիսյան դեպքերն են եղել։ Էդ էլ մի բանի այն վերջի մասի դեպքերը։ Վերջի մասի, հա։ Սուտ ավետիքի խաթր։ Հա։ Բայց անունը պետք է օրնալ։ Ես ասում եմ, որ այդ պատմությունները որ եղան, այդ հայտնի դարձան եւ այլն, ես հասկացա, որ դա իրական շատ անհրաժեշտ բան է եղել, նախ այդ տղաները, որ քահանաները, որ հավասար իրենց վրա կրել են։ Ես Սարգսակին անցամբ եմ ճանաչել, հա, երբ որ ինքը այսօր արդեն իրեն արատավորած Վրթանես Սրբազանի օգնականներ, իսկ Վրթանես Սրբազանի ժամանակ գլխավոր գնդերեսներ բանակի, ես Նարեկին շատ հաճախ էի հանդիպում Նարեկ Սարգսակին եւ շատ ցավով եմ վերաբերվում եւ իր եւ մեր մնացած բոլոր ընկերների կորստին իհարկե։ Եվ մյուս կողմից էլ ինձ թվում է, որ այս հոգևոր ծառայությունը հայկական բանակի իրոք շատ եզակի առանձնահատկություններից մեկն է։ Այսինքն ինչով է հայկական։ Չէ, եզակի առանձնահատկություններ չի, ամերիկյան բանակում շատ վաղուց կան կապելաններ եւ այլն եւ ոչ միայն ամերիկյան բանակում, այսինքն կա այդ ինստիտուտը շատ տարբեր բանակներում կա։ Դա եզակի բան չի։ Եզակի ուրիշ բան, հա, որ այս ամեն ինչը եվրոպական բանակներում չկա։ Որոշ բանակներում կա։ Հա, եւ մուսուլմանական բանակներում լավ ուժեղ կլինի։ Դեֆոլտով էլի ամեն երկրորդը։ Բայց ուրույն դեր իհարկե ունի եւ այդ շքերթի ժամանակ ինձ էլ ասենք ինչ որ կարող էր մի բան վայրենի թվալ, բայց
Սովորաբար զինվորական շքերթների ժամանակ բոլոր զորատեսակները ներկայացվում են։ Եվ մեր գնդերեսները իսկապես յուրահատուկ զորատեսակ են իմաստով, որ այո, իրենք կոչված են եւ ես կարծում եմ, որ նրանցից շատերը, եթե ոչ բոլորը, իսկապես արգանքով եւ պատասխանատվությամբ են վերաբերել իրենց ծառայությանը, հոգեվոր եւ զինվորական ծառայությանը։ Եվ զինվորական ծառայությունը մենք գիտենք նաեւ, որ ասենք աբեղաձեռնադրված մարդիկ են գնացել կամ արվորագրվել գնացել պատերազմ, հա, ոչ թե ոչ գնդերից չեն եղել, հա, այս մարդիկ աբեղաձեռնադրված վեր են կացել գնացել են պատերազմ եւ անհետքորած աբեղա ունենք։ Դա ամեն դեպքում այդ մանր քինախնդրությունը, որը այսպեսի հանգեցնում է այսպեսի որոշման, ծիծաղելի է եւ հաստատ սրտակ ոչ ուսումնասիրություն կա, ոչ ինչ որ ինչ կա, հետազոտություն կա, ոչ մեկ չկա, ուղղակի բնույթից եւ բառապաշարից նույնիսկ ակնհայտ է, որ սա 1 րոպեում հրամայված որոշում է եւ դա արվել է, ես կարծում եմ, հունվարի 28-ին երեկոյան, երբ Նիկոլ Փաշինյանը գնացել է Պաշտպանության նախարարություն, այսպես բանակի տոնը սքով նշելու, հա, ճիշտ է պարգևներ են հանձնել, բան եւ այլն, բայց ես հիշում եմ բանակի տոնը ոնց էր նշվում, օրինակ 18 կամ 19 թվականին, որ անձամբ ներկայ եմ եղել, ասեք այդպես տոնակատարությանը, հա։ Լավ հիշի, որ փորձենք էլի տենց օրեր ունենալ։ Եվ ներկայ են եղել նախկին պաշտպանության նախարարները, գլխավորշտաբները, այսինքն այն մարդիկ, որոնք իսկապես կառույցի կայացմանը կամ կառավարմանը մասնակցել են, ներդրում եւ ավանդ են ունեցել, բնականաբար այս անգամ որոշում եք չկա Սերյան Օհանյանը կամ Յուրի Խաչատրովը հաստատ չեն հրավիրվել այդ տոնակատարությունը։ Դավիթ Տոմյան, էլի կամ Վիգեն Սարգսյանը հաստատ։ Իդեպ այս տարի առաջին անգամ հունվարի 27-ը նշվեց որպես բոլոր պատերազմներում բոլոր զոհվածների հիշատակի օր։ Հունվարի 28-ը միշտ սկսվում էր դրանից Միչայելից ասած։ Եռաբլուր գնալուց։ Այո, եւ ես էլ եռաբլուր հունվարի 28-ին միշտ գնացել եմ հենց այդ խորհրդով, որ սա ոչ միայն կենթանի մնացածների տոնն է, այլ նաեւ հայրենիքի համար կյանքը հայրենիքի զոհասեղանին կյանքը դրածների տոնն է։ Հիմա քո կարծիքով ինչու նշվեց հունվարի 27-ին։ Ինչու վատոր եթե կարակ առաջարկեք, էդի վատագույն որոշած օրներ էլի չեք կարա մի հատ օր մտածեք։ Ու երևի եթե դնեին երեխաների պաշտպանության օրը ավելի վատ բան կլներ, վրան բացի դրանից ավելի վատ օր։ Բայց ինչու հունվարի 27-ին։ Ես իմ օրինակով ասեմ, որ շատ էր պատերազմից հետո վրես ազդում, որ ինչ-որ քեֆերից առաջ խառը սաղից կենացը տենց վիրավոր զոհված ողջ խմում էին, որ հետո հանգիստ քեֆ անեին։ Դրան ոնց որ նման բաների շատ է մարդու վրան ազդում, ոնց որ հեչ նորմալ չի տոնն ու բանը, այն վատ աղջիկներ կան, որ էմոցիոնալ կաչելիների մեջ են ղեկինը, տենց արարքա ոնց որ ծայրահեղությունից ծայրահեղություն բերում եք, երկուսի իմաստն է խեղաթյուրում եք, որ ինչ։ Ես ինքա նոյեմբերի 9-ը էլի կան օրեր, որ Ի վերջո կա հունվարի 28-ը, որը սկսվում է։ Իսկ շատ պրակտիկ բացատրությունն է, ես փորձեմ բացատրել։ Ես էլ իմը կասեմ։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը կամ Փաշինյանն ենք տեսել են, որ միշտ այդ եռաբլուր գնալը ուղեկցվում է վարկանիշի անկմամբ։ Որտեղ միշտ լինում է ծնող, որը մոտենում է ինչ-որ բան ասում, իրենք այդ ծնողներին քաշքշում են, տանում շպրտում են, եսի ինչ են անում եւ այլն, եւ դրանից խուսափելու համար որոշվում է, որ մի օր արվի, որ հատուկ Նիկոլ Փաշինյանի համար արվի։ Այսինքն ինքը գնա եռաբլուր եւ այդ ինքը հաճույքը չէ ստանում բանից, որ այդպես ծաղիկ դրեց, խոնարհվեց, եսի ինչ ձեռքը սրտին դրեց, եսի ինչ եւ այլն։ Այո, ինքը չի կարող այդ բանը իրենց վանի հաճույքից զրկին ու լավ, արի տենց բան չանենք, էլի հաճույք չասենք դա, բայց այն ոչ թե որ մարդը սպանի հաճույքն է, այլ որ ինքը երևում է, որ ինքը պետության ղեկավար է եւ այլն, այդ հաճույքից արի տենց բան չանենք, էլի ես չեմ ընդունում դա։ Որտե լուր շատ լուր մեղադրենք։ Եթե դա տենց է, ուրեմն մենք պիտի զենքեր վերցնենք, գնենք սարերը։ Դե աբսուրդը Չէ, բասի ասեմ, Հայաստանում զենքով բոլորին ես էլ։ Չէ, բոլորս իշխան ջան, տենց չի, ես բան եմ անում։ Բայց ինքը պետք է առաջինը գնա։ Այսինքն չի կարա
28-ին բոլորը գնան, հետո ինքը 30-ին գնա։ Ինքը պետք է առաջինը գնա։ Առաջինը ո՞րն է, նախորդ օրն է։ Նախորդ օրը 27-ն է։ Ես չեմ կարծում, որ այդ հոլոկոստի հետ են համաձայնեցել կամ ինչ, ուղղակի 28-ի նախորդ օրն են դրել, որ Նիկոլ Փաշինյանը առաջինը գնա։ Ու իրոք ամսի 27-ին մենակ ինչ-որ մարդիկ են գնացել, որոնք ուղղակի ամեն առիթով գնում են եռաբլուր, ոչ մի իշխանավոր չէր գնացել, եւ բազմաթիվ ԿՊԱ-ականներ գնացել են ամսի 28-ին, օրինակ Անդրանիկ Քոչյանը, օրինակ Սասուն Միքայելյանը, այսինքն, բայց մի հատ էլ բան են հաշվի առել, էլի։ Ուրեմն նախորդ տարիներին Լուլուն, չգիտեմ, Ալեն Սիմոնյանը եւ այլն եռաբլուրում լրագրողները նրանց ֆիքսել էին ծիծաղելիս։ Այո։ Հիշում եք այդ կադրերը։ Այս տարի այն ներքևի ճանապարհի սկզբից վերև լրագրողներին թույլ չէին տվել բարձրանալ, որովհետև իրենք վստահ չեն, որ ԿՊԱ-ականներ չեն ծիծաղելու կամ ժպտերես ինչ-որ բաներ չեն լինելու, միայն պաշտոնական այդ իր լիչնիկները, այսպես ասած, օպերատորներն ու ֆոտո անողներն էին բարձացել վերև, սովորական լրագրողների վերև մուտքը արգելված է, որը էլի հաշվարկած բան է, որտեղ նկարվում են, չեն կարում իրենց զսպեն, որտեղ իրենք տխուր չեն, հնարավոր չի դա բանանել հասկացել են եւ ուղղակի արգելել են լրագրողների մուտքը վերև։ Այստեղ մի աբսուրդ բան էլ կա իհարկե, հունվարի 28-ը շատ շուտ վանից ոչ աշխատանքային է, տոնական ոչ աշխատանքային օր է։ Եվ այն հապճեպությունը, որ այս օրինագիծը բերեցին, դարձրեցին հունվարի 27-ը, նախորդ օրը, նաև այսպես հիշատակի օր, բայց էլի ոչ աշխատանքային օր, դրանից ավելի վատ բան, հա, բանի տեսանկյունից, պետության կառավարման տեսանկյունից մնաց ամենից դժվար է պատկերացնել։ Մենք գիտենք, որ յուրաքանչյուր ոչ աշխատանքային օր, դա հնայի վրա, ասենք ինչ-որ կոնկրետ բան է նստում, հա, տոկոս մինուս։ Եվ հիշում եք, սրանից մի քանի տարի առաջ շատ մեծ շուկով, աղմուկով կրճատեցին նոր տարվա տոնական օրերը, ընդհանուր մինչև այն աստիճան, որ Սուրբծննդյան օրը համարյա ուզում էին դարձնեին աշխատանքային օր, մեծ ալիք բարձրացավ, բայց մենք գիտենք, այսօր հունվարի 1-ը, 2-ը եւ 6-ն են ընդամենը ոչ աշխատանքային օր։ Բայց բերեցին հունվարի մեջ, բերեցին կպցրեցին հունվարի 28-ին եւս մեկ ոչ աշխատանքային օր, որը Էլեմ կարծում եմ ունի զզվեցնելու նպատակ, էլի ունի ինչ-որ զզվելու առիթներ ստեղծելու նպատակ, եւ ես կարծում եմ, որ ասեք յուրաքանչյուր մարդ, որի համար հունվարի 28-ը ուներ խորհուրդ, հա, ինքը զզվանքով է վերաբերվել հունվարի 27-ին։ Նորմալ է, որ լինի բանակի օր առանձին, լինի հիշելու օր առանձին, ոչինչ թող մի օր հնանտ ուժի, բայց դրանք իրար կպցնելն է, որ շատ աննորմալ է։ Դրա շարունակությունը գիտես որն է լինելու, որ ընկնելու է 3 շաբթի, 4 շաբթի, 2 շաբթին է տեղափոխեն։ Չէ, գոնե դրանից լավ տենց 5 օր արգրած գոնե դրանից բան են արել, գոնե դրանից այդ վատ սովորությունից հրաժարվել են տեղափոխելու մայիսի առաջին 4 օրերը տեղափոխվել են, տարի առաջին առիթ են արել իհարկե։ Բայց այդտեղ հայկական ավանդույթն ասում է, որ տաղավար տոնից հետո է մեռելոցը լինում, այսինքն զատիկից հետո է մեռելոցը եւ այլն, բայց դա այդպես չեն արել, որովհետև Նիկոլ Փաշինյանը պետք է առաջինը գնա եռաբլուր։ Ինչ վերաբերում այդ նոր տարվա օրերին, ես այստեղ մի հատ դիտարկում անեմ, էլի։ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս որպես աղքատների թագավոր, չքավորների թագավոր, որի ատամները բան են, լավը չեն, ինքը գեղչկական տղա է, մորուքը լավ սաներված չի, եսի միշ չի, այն ժամանակվա կերպարն եմ ասում, էլ ինքը այդ բանը հաճախ է, ինքը այդպես է ներկայանում, էլի որպես որ աղքատների, ունեզուրկների, չգիտեմ ինչերի, ինքը որ իրեն զուգահեռում է Քրիստոսի հետ, այս վերջերս փոխվել է, բայց ինքը պաշտպանում է հարուստների շահերը։ Դա բնական է։ Այո, եւ այդ որ ասենք պետքա նոր տարվա սկզբին ասենք աշխատանքային օրերը բան են անում, չէ, ոչ աշխատանքային օրերը կրճատվում են։ Դա բխում է հարուստների շահերից։ Ինչու՞։ Որտեւ ասենք աշխատում է ռեստորանը, սրճարանը, չգիտեմ, գործարանը եւ այլն, այդ աշխատացնողը տերը պետք է այդ բաներին աշխատողներին կանչի լրացուցիչ վճարի, չէ՞ դրա համար։ Իսկ հիմա ասում են օրենքով ես ձեզ չեմ բանեմ, բայց հենա նայեք վարչապետը ասել է, որ ձեր թագավորը ասել է, որ պետքա ամսի 3-ին կգործի։ Բայց մենք տեսանք նաև, որ ոնց անցած տարի երբ էս թոշակների բաների վրա ամեն ինչի հարցեր բարձանում, հա, որ գնաճից
հետ էր ընկնում թոշակների բարձրացումների եւ այլն եւ զգալի հետ են եկել միջալոց բացահայտ կերպով ասենք ամենացինիկ կերպով հրաժարվեց աղքատներից եւ աղքատությանը վերահսկելու իր Իհարկե, ավետիք ջան, իհարկե, բայց կերպարը իր այդպեսին է։ Մենք փորձում այդպես բան, բայց պետք է նաեւ նայել եւ լսել թե ինչեր են խոսում եւ ասում։ Այս շաբաթ ավելի որոշակի դարձավ բոլորին դեմ եմ շարժման բանը, այսպես խոսույթը, պատկերը, այո, նու կարելի ասել, որ 4 կողմից հարցակվեցին ձեզ վրա, իշխանջան։ Ուսում ես այլի իրանք կսկսեն դեպքով փաշիների սոցիալիստող քանի վերցրել են, այլի բոլորին դեմ եմ շարժում է, որին միանում են մարդիկ, չունի սահմանած ստեղծող Պարզ 3 քայլանոց օրակարգ ունի, ոնց որ պետք է գանք ընտրության փոխենք 3 բան, 100 օրից անենք արտահերթ ընտրություններ։ Նայեք, համակարգը փտացա ու կանոնները համակարգի վերարտադրության ի սկզբանե անարդար են, հաղորդումից առաջ որ ասում էի, ոնց որ մի հատ խաղ են գծել բակի մեծերը, որ ոնց խաղում ես, պարտվում ես։ Կայուն մեծամասնության դրույթը շատ անարդար է։ Ոչ միտեղ չկա միջալոց այդպեսի բան։ Բանում է, Մուսոլինին այո, Իտալիայում փորձել, բայց էլ հետագիկ դա բացատրենք էլ ինչա, իշխան ջան։ Որ օրինակ պատկերացրեք ընտրությունները եղավ, հավաքեցին տարբեր ուժեր 5%, 10%, առաջի երկու տեղն է 20 ու 25%, ինչ որ կոալիցիա չի առաջանում, այս առաջի երկու տեղերը գնում են երկրորդ փուլ, իրանցից ով հաղթեց խորհրդարանում ունենում է 52%։ Թեկուզ եւ նորից հավաքի 30%։ Այնքան որ մյուսին հաղթի, բայց բանն է խնդիրը, որ ինքը իրական հանրության 25%-ին է ներկայացնում։ Երկրորդ փուլով ինչ որ մեխանիզմով այնպես են անում, որ այդ առաջի երկու տեղից մեկը հաղթի ու փաստացի հանրությանը չէ, ընտրողների 25%-ին ներկայացնում։ Էդ էլ չի լինում, որտեղ սովորաբար 100%-ը չի, ինքը իրականում, ասենք ներկայացնում, ասենք մի 10%-ին, որը ընտրության չեկողների դեպքում դառնում է 25%, որը հետո դառնում է 52%։ Որ ասում է եւ ոնց են անում, որ մենք զզվենք, տեսեք, ինչքան մենք քիչ գնանք ընտրության, այնքան վարչական ռեսուրսի տեսակարար կշիռը մեծանում է, դա պարզ մաթեմա, բարդ մաթեմ չի, շատերը կարան հասկանան։ Հիմա մոտակա 4 ամիսը ամեն կերպ մեզ պետք է զզվացնեն ու ամենակարևորը նայեք, իմ դեմ լինելու արտահայտվելու տարբերակը հանել են։ Ես ու ինչ հետաքրքիր վիճակ է։ Եթե ես դեմ եմ բոյկոտում եմ, եթե ես ընտրում եմ ուժ, որը չի անցնում խորհրդարան, իսկ անցած ընտրությունների 20% համարյա տենց է։ Ու եթե ես գնում եմ ինչ-որ քվյա թերթիկի վրա վատ բառեր եմ գրում, տենց անվավերացնում եմ, 3-ն է նույն քաշը ունի։ 3 դեպքում է, եթե էլի հին ընտրությանը նայենք, ես իմ ձենը կիսում եմ 70% տալիս եմ ԿՊ-ին, 30-ն էլ այդ եղած ընդդիմություններին։ Հիմա այս տարբերակին ճեղքում է պետք։ Ամեն ինչ տարվում է նրան, որ մաքսիմալ մարդիկ զզվան ու քանի որ թմրամոլի պես ոնց որ դոզան բարձրացնելու կարիք կա, արդեն հին զզվացնելու ձևերը չկան, ամենասուրբ բաներին կպնելով են զզվացնում։ Ու քանի գնա խորանալու է։ Այդ դրա պատճառով ոնց որ բոլորին դեմը պետք է լինի որպես տարբերակ, իդեպ վաղը մեր համագումարն է Էլիտ Պլազայում Կիրակի օրը կարակ գաք, որ մարդիկ արտահայտվելու ձև ունենան։ Ու քանի որ մենք այդ բոլորին դեմը վերականգնելու ջատագովն ենք, մենք ուզում ենք ընդամենը 100 օրյա իշխանություն, այդ 3 կետը փոխենք, քվյաթերթիկը գեներացնենք բոլորին դեմը, որը իդեպ ժամանակին եղել է։ Շեմ իջեցնենք մի տոկոս, որ մենք մեր սրտի ուժերին ընտրենք, ոչ թե ընտրենք Նիկոլ Փաշինյանին դեմ ինչ որ հավանական ընդդիմության։ Ոնց որ լրիվ ուրիշ ընտրություն է սարքած, թվում է թե ես ուզում եմ իմ սրտի ուժին ընտրեմ, տենց եմ արել, ասենք։ Բայց չի անցենք, բայց ես իմ հոգում արդար էի, որ իմ սրտի տենց ու տենց 20% իշխանն է։ Իսկ ինչ կտա, եթե քվեաթերթիկում լինի բոլորին դեմ եմ բանը։ Ասեմ։ Նախ քվեաթերթիկը պիտի փոխվի։ Թող իմ տեղը ասի։ Նախ քվեաթերթիկը պիտի փոխվի։ Այս ես ինքս որպես դիտորդական առաքելության մասնակցած եւ կարելի ասել պրոֆեսիոնալ դիտորդ ընտրությունների մասնակցել եմ Գյումրիի ընտրություններին, ակնհայտ է որ այս ձևը որ տալիս են ձեռը մի 8 կամ 10 քվեաթերթիկ, ասում են գնա 29 8 հատը գցի, մի հատը դիր ծրարի մեջ եւ այլն, հա, սա տարատեսակ այսպես բաներ ունի,
միտումներ, մղումներ է առաջացնում մարդու մոտ։ Գնում մարդը ասենք եւ տեսել եմ ակնհայտ կերպով, ասենք ոնց են մարդկանց ուղղորդում բաց քվեարկություն անում, ասում են ինձ պետք չի մենակ այն առաջի համարը տոր, ես գնամ իմ բանը դնեմ, ծրար դնեմ եւ այլն։ Սա բան է դարձնում, ընտրությունների մասնակցությունը դարձնում է մարդուն մասնակից ինչ որ պիղծ գործողության իրականում։ Եվ այն ինչ որ այսօր կա եւ չկա, հա, օրինակ բոլորին դեմ եմ տարբերակը չկա, դա ես ինքս կողմ եմ որ բոլորին դեմ եմ տարբերակը լինի, հա, եւ դեմեմին կողմը եւ շարժման, ասենք օրակարգի, ասենք երկու հարցը ես դրան հավատում եմ, անկեղծորեն եմ հավատում նրանց որ կետերը եւ կարող մեծամասնության սկզբունքի վերացումը եւ շեմը անցողիկ շեմը թերթիկին էլ էր հավատում, ստացվեց 3 կետին էլ կողմեց։ Մենք հաղորդումից հետո ձեր հետ առանձին զրույց կունենանք։ Մենք հաղորդումից առաջ առանձին զրույց ունեցել ենք։ Ուղղակի չես գիտակցում, որ 3-ին էլ կողմը։ Չէ, իրականում ընտրական արդարությունը վերականգնելու կարիք կա։ Հիմա օրինակ այդ բոլորին դեմ եմ նիշը, ինչ է տալիս։ Այս փուլում, քանի որ մենք փաստացի լինելու ենք կուսակցություն, տալու է մեծ ձայներ ու քանի որ մենք ոնց որ այդ օրակարգն ենք միայն առաջարկում 5 տարով չենք գալու որ Չէ, հիմա ձեր դեպքում չէ իշխանջան։ Երբ որ հաջող ենք 100 օր հետո, հա ինքը օրենսդրական քաշ է ունենալու։ Առաջին հերթին քաղաքացու քաղաքական դիրքորոշումը եւ այո իրավական ինքը իրավական քաշ է ունենալու, ասենք 5% հավաքես բոլորին դեմ եմ 5 մանդատ է ունենալու խորհրդարանում դատարկ։ Եվ սահմանական մեծամասնություն միևնույնն է մնում է 60%, 10% է հավաք է։ Հա։ Ձեր ուժը եթե ունի 50%, դա 45 հոգի է դառնում արդեն ներսը։ Ու դուք ստիպված եք ունենալով 50, մեկի հետ լեզու գտնեք, որ 51%-անոց բան։ Այսինքն դա պետք է դատարկ աթոռ լինի։ Աթոռ, հա, նախ մինիմում աշխատավարձ չեն ստանա։ Բայց այդպես չի աշխարհում։ Տենց է։ Մեր աշխարհում ուզում ենք այդպես լինի։ Տեսեք Այսինքն 100%-ով ասենք բոլորին դեմ են քվեարկում են, էլ պետություն լուծարվում է։ 51% եթե դեմ են քվեարկում, այդ նշանակում է նորից ընտրություն պետք է լինի։ Չէ, պետությունը չի լուծարվում։ Բայց այս դեպքում տեսի ինչու՞ դրա օրինակները կա աշխարհում, շատ քիչ տեղեր է տենց բան եղել, այն կատեգորիկ հարանված տեղերում։ Այդ բոլորին դեմ եմ համայն քաղաքականությամբ զբաղվողների փդացության ցուցիչն է։ Դա հաղթել է Լատինական Ամերիկայում մի երկու տեղ նահանգապետի ընտրություններում, երկրներում երբեք չի հաղթել, որտեղ ոնց որ նարկոկարտելի 3 ներկայացուցիչների մեջ է ընտրությունել է, ժողովուրդը ասել է ոչ մեկից չենք ուզում։ Այսինքն եթե մենք այդքան փդենք, որ 50%-ը դեմ լինի, ավելի լավ է չունենանք, բան ԺՊ ունենանք։ Բայց այնպես չի որ մեր մոտ նարկոկարտելների մեջ չի։ Բայց հիմա տենց է որ 10 հոգով ընտրեն մեկին, սաղից զզվացնեն կաթողիկոսին վնասելով էսեն։ Իրանք տնեցիկով իրանց ընտրեն 3 հոգի ընդդիմադիր է տնեցիկով ընդդիմադիրին կլինի 30% օրինակ ընդդիմություն 70, բայց 13 հոգու ընտրությամբ։ Տենց է կառուցած, այսինքն 10 հոգի է գնա ընտրությունն է լինելու, այդ նորմալ չի։ Այդ դեպքում ավելի լավ է չունենաս ընտրություն։ Այստեղ երկրորդ հարցը իշխան ջան, այն է, որ դուք հանդես եք գալիս մի բանի անվան տակ, որը դուք չեք։ Ոնց մենք չենք։ Այսինքն, օրինակ ասենք բան կա, չէ, Իսահակյանի պատմությունների մեջ կա, ասում է քեզ բարձրովա, քեզ բարձր որն է բան, ասում է Ալլայի ծեսի մարգարից բարձրովա, ասում է ոչինչ, ասում է այդ ոչինչը ես եմ։ Հիմա սա ոնց որ կամ այդ պատմություններ կան, որ ասում է անունը ոչ ոք է, ասում է ով, ասում է ոչ ոք, էսի ինչ բան, չէ։ Այդպիսի բան է, որ ասենք բոլորին դեմ եմ, բայց դա իրական դուք չեք։ Այսինքն դա նշանակում է մի բան, որը ուրիշ բան է, բայց դուք ասում եք իմ անունը բոլորին դեմ εμն է։ Ու մենք սցենարը ասում ենք, մենք ծառայացնելու ենք հիմա այդ քվեն մաքսիմալ իրական բոլորին դեմ εμով։ Բայց ռեալ բան տեսնում եք իշխան ջան, որ ասենք կարակ, ասենք, չգիտեմ, հարցումներով նախնական եւ այլն, որ ասենք այսքան տոկոս է եւ շատ հավանական է, որ մնացած բոլորը ձեզ կմիանան ու դուք կջարդեք համակարգը։ Նայեք, առաջին հարցումներով այդ հարցումներին իրար հետ ենք եղել 60% մարդիկ կամ չեն գնալու կամ բոլորին դեմ են։ Տենց ված ցուցիչ Հայաստանում շատ վաղուց չի եղել, վերջի 2 տարում է դա։ Երկրորդ ես ինքս բոլորին դեմ քաղաքացի եմ, ավելին չեմ գնացել մեր վերջին ընտրություններին քաղաքապետի ու տենց իմ խելքի 72% մարդ կար։ Արդյունքում մեր թեթև ձեռքով 9% ձայնով էլ չպատմեմ։ Ավինյանը դարձավ
Հիմա ես առաջինը իմ համար քվեաթերթիկ եմ ուզում ստեղծեմ։ Ես էլ ընկերներս էլ մարդիկ են, ովքեր տենում են խնդիրա, ոչ թե բողոքում են, բռնում ստեղծում են։ Մենք կյանքում տենց օրինակներ ունենք, որ մինչև այդ Հայաստանում տենց բան չկար, մենք ստեղծել ենք։ Մի հատ Հիմա մենք մեր տարբերակը չունենք։ Ավելին, այն վիճակը, որ փոքր ուժերը առաջանում են իրար հետ, իրանք ընենց վատ խնդրի առաջ են կամ դառնալու են փոշիացնող ձեր պատճառով Նիկոլ Փաշինյանը վերարտադրվեց ոնց որ անցածիներ 20%, մինչդեռ ես իմ սրտի ուժեր ունեմ փոքր։ Կամ էլ պետք է չմասնակցեն, դե որ 5 տարի է խոսում եք, չեք մասնակցում քաղաքականության, էլ խի եք խոսում։ Ոնց որ այդ խեղճերին տարակացնում են։ Հիմա իրանց դռները բացել է պետք, որ նոր ձայն լսվի։ Մեր 5 տարի ինչ էին անում մեր այդ ԿՊ-ն մի բան էր անում, ընդդիմությունը ասում էր վատ եք անում, ասում էր ձեր վաղտ ավելի վատ էր այ նախկիններ, 5 տարի դրանով կերակրել են։ Հիմա մի տոկոսանոց ուժ որ գար մի ներկայացուցիչով ասեր ես ձեր բոշա փչացածից չեմ, էլ ինձ պատասխանեք կլինի, չանեք էտի, դաժե քննարկման ձևներ փոխվելու։ Հիմա փոքր ուժերին պետքա շանս լինի ինձ մտնել։ Այս զոզվածնելու գինը պետք է իրանք վճարեն, պետք է մեկը քվեով ճտսնի, ասի չի կարելի, արա, սենց մի վարվեք։ Սեզոնային եկեղեցու հարվածներ մի արեք։ Էդի դուք չեք կլնելու, այդ կառույցը 1700 տարի ակա, էլի պետք է լինի։ Ամեն ինչը հանունի չի կարելի ծառայացնել ձեր նեղ շահին։ Ու այդ ասելու ձևը չկա, բոյկոտն է, իրանց դուր է գալի ձեռատալիս ճղելն է իրանց դուր է գալիս եւ ձեռատալիս ու բանն է սահմանած արդեն են որ այ իրան ընտրեք ինքը հաստատ 4% հավքող ուժ է բանի դեմ հիմա դուք նայեք այն հին ընտրություններին ինչքան մարդ է Ռոբերտ Քոչարյանի ուժին ընտրել Նիկոլի դեմ ոչ թե այս ուժին է ընտրել ու հակառակը ինչքան մարդը ԿՊ ընտրե Ռոբերտ Քոչարյանի այսինքն դա իրական ընտրություն չի պետք է գնաս ուզածդ ընտրես չէ տարբեր գնահատականներով ասենք օրինակ ԿՊ-ին Քոչարյանին դու ընտրել ես մինչև 50%. Շատ տարբեր գնահատականով, բայց Քոչարյանն էլ ահագին մարդ ընտրել է Նիկոլին։ Բայց ընտրությունը այդ չի, ընտրությունը պետք է ինտերես ում ուզում ես դու լինի։ Բայց դուք հավատում եք իշխան ջան, որ հնարավոր է ընտրությունները իշխանություն փոխել։ Ես հավատում եմ, որ սա լինելու է ուժեղ ճեղքման փորձ, կոնկրետ ես ինքս տարբեր փորձեր եմ արել այս իրականությունը ճեղքելու, դրա համար զրկանքներ եմ կրել, ճիշտ է, այն վաղ կուրսը ցածր էր 3 օրով էին նստածում։ Հիմիկվա պես չի էլի, որ ոչ մի բանի համար 6 ամիս այն վաղ ոչ մի բանի համար 3 օր էր ինձ դուր էր գալի 3 օր այս տարի օրինակ դեռ չեմ նստել դեմ չեմ բայց այդ 6 ամիս բան նորմալ չի մի արեք 24 թվականին նստեցեք չէ 3 օր ես կարծում եմ որ էությունը մեր քաղաքական համակարգի խանական պատկերացումներն է էլի այսինքն օրինակ մենք ունենք նախագահական ինստիտուտ փոխեցինք դառնանք խորհրդարանական չէ բայց էլի ասենք падգամավորներին ասենք վարչապետը բանա գրում SMS-ը գրում ասում է հել մտ ես խորհրդարանական երկիր չենք մենք դարել ենք սուպեր վարչապետական երկիր այսինքն այդ խանի ինչ որ մտ կոստյում կար հայդրա երկիրն հիմա այդ մարդու անունը ինչ ենք դնում ասենք վարչապետ ենք դնում սուլթան ենք դնում խան ենք դնում թե ինչ ենք էմիր ենք դնում եւ այլն դրանից համակարգը չի փոխվում ու այդ համակարգը որ ինքը պետք է ունենա բացարձակ իշխանություն երկրում ու հակակշիռ չունենա չէ մենք այդ իրավիճակում ենք գտնվում այսինքն երբեք դատական համակարգը չի հավասարակշռել չգիտեմ նախագահային գործադիրին եսին բանին ազգային ժողովը միշտ ասենք չգիտեմ շոպլիկ ազգային ժողովը երբեք կառավարությանը պատասխանատվության չի կանչել ժամանակաշրջանը որ այդպես չի եղել է 90 թվի Գերագույն խորհուրդը որտեղ ասենք երկիրը նոր փլվել նոր դեմքեր էին հայտնվել այդ բան դիսիդենտներն էին մտել խորհրդարանին չէին արել դուխով մարդիկ էին բայց հետո իրանք բոլորը մեռան ծախվեցին ոչնչացան եւ այլն բացվեցին եւ ասենք 2-3 հոգի են մնացել էլի որ լուծումը ասեն փրկության երկրորդ բանը իշխան ջան կներեք որ սա կներեք որ սա շարունակում ինձ թվում է որ համակարգի օրենքներով հնարավոր չի համակարգը փոխել ուրեմն տենց մարդիկ կային բանի լենինիզմի մարքսիզմի հիմնադիրներ Լենինը ասում է որ օրենքը իշխող ուժի գործիք խավի դիկտատուրան ամրապնդող բանա դու չես կարա երբեք օրենքով իրեն հաղթես որտեվ օրենքը այդ իշխող բանի խավի դասակարգի
բանն է, դիկտատուրայի պահպանման համար է։ Եվ երրորդ կետը, որ ես կարծում եմ, որ բանը այդ այնը, որ հայերը սիրում են անջատ լինել։ Այդ անջատվածությունը, օրինակ ասենք, եթե լինի 1% անցողիկ շեմ, այն 100 կուսակցություններն էլ կարող է ասենք անցնեն եւ լինի 100 հատ մի տեղով։ Գիտես ոնց։ Այդ շատ ավելի լավ է, քան այսօրը։ Ես համաձայն եմ իշխանի հետ, բայց դա նաև մեր մեջ կարող է նոր 100 հոգի անցնի, ամեն մեկը մի կուսակցություն։ Իհարկե ոչ, որովհետև թեորիապես այո, բայց քանի որ մեր կուսակցությունների ընդ որում նաև ԿՊՆ-ն էլ հետ հաշվված է, ասենք գաղափարական ընդհանրությունը ասենք մինչև 90% հասնում է։ Երբեմն ասենք կուսակցությունները կան, որ գաղափարական 100% ասենք ծրագրերը 100% իրար կրկնում են։ Դե մի գլուխն է տարբեր, գլուխն է տարբեր, մնացածը նույնն է։ Իսկ եթե մենք գնանք նոր քաղաքական մշակույթի, գաղափարական բան։ Սա գաղափարական է։ Չէ, իհարկե կա, ասենք կա քաղաքական ծրագիր, եթե լիներ քաղաքական ծրագիր, չէր կոչվի ուժեղ Հայաստան։ Կկոչվեր, ասենք, քրիստոնյա դեմոկրատական կուսակցություն։ Եթե կոչվի, ասենք, լիբերալ եսիմ ինչ կուսակցություն, կամ ազգային ժողովրդական բևեռ, որովհետև այդ անունից պիտի ոչ թե պիտի ցանկություն երևա, որ մենք ուզում ենք եսիմ հարուստ լինենք, երջանիկ լինենք, արդար լինենք, ուժեղ լինենք, ոչ թե այդ պիտի երևա, այլ ինքը ինչ գծի կրող է, դա պիտի երևա։ Գիտես Էմանուել Մակրոնի քաղաքական ուժը ոնց է կոչվում։ Առաջ Ֆրանսիա։ Եվ մենք այսօր դրանք Բերլուսկոնի նախընտրական բանն է։ Իսկ Տրամպի քաղաքական ուժը գիտես ոնց է կոչվում։ MAGA, Make America Great Again։ Դա հանրապետական կուսակցությունը չի։ Դա իր քաղաքական գաղափարախոսությունն է, հա։ Եվ այսօր մենք դա առել որը չկա։ Որը չէ, որը իրականում կա։ Ես այն հարցերին պատասխանեմ, թե չէ։ Հա, իհարկե, իշխան, իհարկե։ 100 օրից հետո, երբ որ մենք հաջող ենք էլի ծրագիրը ոնց է տարված, որ առանց վարչական ռեսուրսի ընտրություններով ոչ մեկ մեր կանխատեսումներով չի հավաքելու մեծամասնություն, ուզած չուզած իրանք փոխգործակցելու են իրար հետ։ Ու հաջորդ 5 տարվա սցենարը առողջացման իրար հետ գծելու են, որտեվ չեն ուզենալու վերադառնան վիճակին, որ մեկը սուպեր վարչապետ է, մնացածը կրակն են ընկած։ Մերը ամենը չի լուծում, մերը վեկտոր է դզում։ Ամենաշատ 2%-ները լինեն Ռոբերտ Քոչյանը եւ Սերժ Սարգսյանը, իրենք երբեք իրար չեն միանա եւ պետությունը կլուծարվի։ Չէ։ Ես տես չեմ։ Մենք կարիք ունենք իրականում քաղաքական նոր մշակույթի եւ առաջին հերթին, հա, բայց այդ օթից չի գնում, ավելի չէ, իրականում միայն բոլորին դեմը չի, որ բերում է եւ ջատագովը քաղաքական նոր մշակույթի եւ միայն բոլորին դեմը չի, որ ունի ընտրական արդարության վերականգնում իր քաղաքական ծրագրում եւ մնաց ամեն ինչ, բայց ամեն դեպքում սրա կարիքը կա։ Պետք է ընդունենք, որ սրա կարիքը կա եւ դրա բացակայությունն է իրական քաղաքական մշակույթի պայմանավորվելու կուլտուրայի բացակայությունն է, որ մեզ բերել է այս վիճակի։ Մենք սովոր չենք նստել ինչ որ հարցի շուրջ պայմանավորվել, քննարկել եւ պայմանավորվել։ Ջանջել է։ Հետո վերջի այդ ասենք այդ քննարկելու արդյունքում կողոցը տեղերը բացում է, քաղաքական եւ գաղափարական սնանկությունն է բացահայտ դառնում, ասենք ինչ որ մարդկանց, հա։ Մենք այսօր մեկ ազգային ժողովում ինչ ենք տեսնում։ Բացահայտ քաղաքական եւ գաղափարական սնանկություն։ Ավելին 50 հոգի կա, որի անունը ոչ մեկը չգիտի։ Այդ թիմակիցներն չեն, շատ են։ Իրանք ոնց որ պակետով եկած կերպարներ են, այն դեպքում ելնելու են իրանց դեմքով եկած։ Ուսապարկով եկած։ Դու քո երաս։ Չէ, իրանց կարծիքով ավելի շատ մարդիկ են ելնելու։ Ուսապարկ այդ մեր խոսքը չէ, իրանց խոսքն է։ Ավելի շատ մարդիկ են լինելու, որոնք ոնց որ ինչ որ մեկի փոխկապակցվածը չեն, կարծիք ունեն։ Եթե կոալիցիա է լինելու, այդ կոալիցիոն վարչապետը այսօրվա բաներն է անելու։ Այդ կոալիցիայի մյուս ուժը հասկանալու է, որ սրա պատասխանատուն է, ասելու է ես սրա հետ քո այդ ձեր սեղմում չունեի, կաթողիկոս բռնոցի չեմ խաղում, գնա։ Սենց ազատ ձեռները չի լինելու։ Ուրեմն մի հատ էսպիսի բան կա, որ կա քաղաքականություն ու կա պետության ավանդույթ։ Ասենք Լենինը եւ Տրոցկին, ինչ գաղափարները որ եկան իշխանության, չէ՞, իրանք դա լրիվ հակասում էր ռուսական իմպերիայի բանին։ Իրանք եկել են իմպերիան քանդելու համար։ Իրանք հեղափոխություն արեցին 17 թվականին, 23 թվականից արդեն
22-ից 23-ը արդեն Ռուսաստան գնում էր դեպի իմպերիա, նոր իմպերիա էր սարքում։ Ու Ստալինի սարքած պետությունը ոչ մի կապ չուներ այն գաղափարների հետ, որը ու շատ կապված էր ցարական ցարիզմի հետ։ Շատ դրական, որտեղ պետության ավանդույթը ավելի կարևոր մնային բան է, քան քաղաքականությունը։ Օրինակ Թուրքիան։ Թուրքիայում կարամ աճեր, ձախեր, կան իշխանության եւ Ռուսաստանում դրական տեստ ենք իմիջայլոց, նույն բանը շարունակվում է։ Ընդ որում, մտ դրան կգամ։ Ընդ որում, օրինակ ասենք ընդդիմադիրներ կան, չէ՞ Պուտինին։ Ասենք օրինակ Նավալին կյանքում չես որ Ղրիմը Ուկրաինա կնա։ Ղրիմը Ուկրաինա կնա ճանաչում մենակ բանը, մեր հայրենակից Կասպարովը, որը Ամերիկայում է ոչ մի շանս չունի իշխանության գալու Ռուսաստանում եւ դա ասում եմ, բայց մնացած ուժերը, որ ասենք դա կա ճանաչեն, չէ՞, նույնիսկ փորձ եղավ կոալիցիա ստեղծելու, բանանելու, բայց դա չստեղծվեց, որովհետեւ այդ ընդդիմադիրները, որոնք դրսում են փախուստի մեջ են, որ Ռուսաստան կան կսպանեն իրենց եւ այլն, բան իրենք չստորագրեցին թղթի տակ, որ Ղրիմը Ուկրաինա կնա։ Սա պետության ավանդույթն է, այդ պետության հիմքը բանը, ու ասենք այդպես ասենք Ֆրանսիան, Ամերիկան, Անգլիան, եթե կա պետություն, իրոք ինքը ունի իր ներքին ավանդույթը, ինչի համար է ինքը ստեղծվել, ու չի կարա ինչ-որ մեկը ընտրությամբ գա այդ ավանդույթը փոխի, ինչքան էլ որ հակառակ գաղափարներով գա դա քանդելու գա եւ այլն։ Հիմա գանք մեզ, եկել է Նիկոլ Փաշինյան իշխանության եւ եկել է մի գաղափարներով, նախ եկել է քանդելու համար, հետո կրկնել են գաղափարները, որ իրենց կային, հետո կրվել է պատերազմը, գերադրական աստիճանի հասցրել են բոլոր մեղքերը, որոնք մեղադրում էին նախկիններին, այո, ինքը զիգզագը հասկանում է, որ ինքը իր վրա վստահ չէ, ես մեզ չկան, ես գաղափարական բաներ չունեմ, իրական Հայաստանը համարում է գաղափարախոսություն, որ ասում է եկեք ուտենք, խմենք, ուրախանանք, ես ինչով ունենք, դա երջանկություն է եւ այլն, բայց համակարգը սրանք չի դիմադրում։ Այսինքն չկա ներքին ավանդույթ, որ ասեն ոնց կարելի ասենք եկեղեցին գնել կաթողիկոսին ձերբակալել, ոնց կարելի ես իմ ինչ անել։ Այսպիսի ընդվզում ներսում չկա։ Կա ուրիշ բան, մեզ ցույց չտան։ Այսինքն գնանք ասենք սրբազանին բռնենք, բայց դիմակները վլենք, ոչ ոք հետո մեր կնգան երեխուն չասի, որ հերդ գնացել է սրբազանա ձերբակալը։ Այս կա։ Բայց այդ բանը, որ ես ոնց կարամ գնամ, ասենք այս պագոններս վեկալ կամ չգիտեմ զենքս վեկալ, ես չեմ գնում, չէ՞, այս բանը չկա։ Կա ուրիշ բան։ Ախպեր փող կա մեջը։ Փող գալիս է, քյար կա, քյարը ո՞րն է, որ աշխատավարձը բարձրացավ, պարգևավճարը եկավ, ես իմ ինչ եկավ, չէ՞։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ ասենք մի 1000 հոգի որոշում է կայացնում Հայաստանում։ Այդ 1000 հոգուն միավորում է միայն փողը։ Ուրիշ բան իրենց չի միավորում։ Դա հետևանքը նրա, որ մեր արժեհամակարգը ինչքան էլ որ մենք իրենց տանը չեն դաստիարակել։ Այդ արժեհամակարգը դեգրադացվել է այն աստիճանի, որ միայն քյարը կենտրոն արժեհամակարգը 1000 հոգու համար կարանք ասենք, որ իրենք ասենք, չգիտեմ, լավ հայր ու մայր չեն ունեցել։ Ոչ թե վատ իմաստով եմ ասում, այլ իրենց երեխուն չեն սովորացրել, որ կան ավելի բարձր բաներ, քան ավելի բարձր արժեքներ, քան նյութը։ Վատ իմաստով չեմ ասում, էլի չեմ բանանում, այլ որ այդ ուրիշ իմաստով չի լինում, դա պրոստը վատ է։ Չէ, ես հասկանում եմ նկատի ունեք, չէ, հայոյում կամ վիրավորում, ուղղակի ձևը չեն իմացել ճիշտ դաստիարակել։ Այլ ասել եմ, որ չաղը բախտավոր եղե, այսինքն շատ կեր, շատ բաներ, դրա համար ասենք ով որ պաշտոն է ստանում, սկսում է չաղանալ, սուրեն պապիկ են։ Նիհար տղա էր, բան, ընդ որում ասենք կախված իր պաշտոնից ինչքան յուղոտ է, ինքն ավելի է լենան։ Դա բոլորին է վերաբերում, իրեն չեմ տարածքային կառավարմանը երևի ավելի յուղոտ պաշտոն է, քան պաշտպանության նախարարինը։ Չարից ասեմ քեզ։ Չեմ հավատում։ Հոդենտղիկ ճանապարհաշինարարություն է լսի։ Չնայած հիմա պաշտպանության նախարարությունը էլ ճանապարհաշինարարություն անում էր դա։ Ամեն դեպքում ես ասեմ, որ մեր պետությունը դա body shaming է, ես դրան դե։ Բայց իմ ասած իմաստն է, որ այդ պետության ավանդույթն է թույլ մեր մեջ։ Այսինքն մեր պետությունը հանկարծակի ստեղծված պետություն է, աշխարհակարգի փլուզման արդյունքում, ասենք զուտ ճանաչվել է Հայաստանի առաջին հանրապետությունը, դրա համար սովետը չի կարծել դա վերացնի, սարքել է ՀԽՍՀ,
ու հիմա էլ այդպես ավտոմատ անկախացելը առանց իր կենսունակ տարածքների, առանց իր հաշվարկի, առանց իր գաղափարախոսության, առանց իր բաների եւ այլն, մենք 70 տարի ընդունել ենք, որ մենք անկախության համար երբեք չենք պայքարել, մեզ անկախություն պետք չի եղել եւ այլն, եւ հալածել ենք այդ անկախություն ասողներին բան, եւ ավելին հիմա այս որ ավանդույթը չկա, դրա նշանն է։ Բայց կարևոր բան ասեմ էլի տղկաներիկ։ Ինչ ասացիք լրիվ համաձայն եմ, բայց դա չի նշանակում, որ ոնց որ դա բան է, պրիգավորա։ Չէ, իհարկե։ Այսինքն համեմատենք մարդուն, մարդ կա, որ ոչինչ չի ունենում, իրանով 0-ից ստեղծողում, հա։ Հիմա մեր բախտները բերելա կտակած տուն ենք ստացել։ Տենց անվանենք։ Մենք այդ տունը չենք սարքել։ Ձեր գնահատականով ես լիքը տեղեր կիսում եմ, թե առաջին հանրապետության մասով, թե երրորդ։ Բայց ոչինչ չի խանգարում մեզ այդ տունը ծաղկացնել, եղած ստարտը ոչ թե 0-ը, այլ պլյուս կան, այդտեղից մարդավարի առաջ գնալ, ու չեմ ուզենա այսի մարդիկ այն ձևով դիտեն, որ կապելա դրա համար է պետք է քանդվի, չէ, կապելա ծաղկացնենք, թող տենց դիտեն։ Ես մի քիչ ավելի բան էլ կարամ ասեմ, սադրիչ բան էլ ասեմ, բայց կողո ձեր դուրը չի գա։ Ասենք, որ դուրներս չեկավ, արձագանքենք։ Ուրեմն առաջին հանրապետության ճանաչումը շնորհիվ նրա եղավ, որ մենք արևմուտքի դաշնակիցն ենք, որովհետև պետք էր արևմուտքին նախ մեր նվիրվածությունը արևմուտքի գաղափարներին, մենք համարվում ենք Անտանտի դաշնակիցներ եւ այլն, իհարկե մենք չկայացանք դրանից օգտվել, այսպես էշավարի սուտ խոսելու պատճառով, խաբելու պատճառով մեզ պատժեցին, բայց ամեն դեպքում մենք ընկալվում ենք որպես Անտանտի դաշնակիցներ ընդդեմ Ռուսաստանի եւ Թուրքիայի։ Եվ դրա համար մեր անկախությունը ճանաչվեց, մենք լիարժեք բան ունենք եւ այլն։ Արցախի հարցում եւս մենք արևմուտքի դաշնակիցն էինք, մենք դեմ էինք խորհրդային միությանը ու նաեւ այդ պատճառով, չեմ ասում միայն դրա պատճառով, նաեւ այդ պատճառով մենք ձեռք բերեցինք կարողացանք ազատագրենք Արցախը, ոչ մի միջազգային ուժեղ բաներ մեր դեմ չեղան, բայց մենք անցանք հակառակ կողմը արևմուտքին թողեցինք ավելի ասեմ ոչ միայն միջազգային ուժեղ բաներ չեղան, այլ հիմա կներեցել իրավետիկ չեն։ Հիմա էլ եթե Թուրքիայի ձեռքը եւ պատրաստվում է հարձակվել։ Հիմա էլ եթե արևմուտքի բանը չլինի, այսպես աջակցություն չլինի կամ այդ արգելակները չլինեն, որ դրվում են, ասենք, բանի վրա, էլի մեզ չասեմ, ծանր վիճակում կհայտնվենք, ասես մեղմ ասեմ, ինչ վատ բաներ չասեմ։ Բայց այդ քաղաքական, բայց հիմա քաղաքական առումով, չէ, միևնույն է, մենք դե չկա այնց ուժ, որ դա հասկանա։ Կա մի հատ ուժ, իշխանությունը, որը ծեծակել է Ռուսաստանում, կամ իրան ասել են գնա մի քիչ խաղեր դու ես իմ ինչը, ինքը գնացել է ինչ որ խաղեր է տալիս եւ բաներ են, բայց այդպես արևմտամետ ուժ իրական, որը արևմտյան արժեքները քարոզում, իրական չկա Հայաստանում։ Ես կարծում եմ, որ քաղաքական ուժերի մեծ մասը այն ինչ որ քարոզում են, իրանք անկեղծ չեն քարոզում, իրենք էլ չեն հավատում այն ինչին քարոզում են, եւ քարոզում են այն ինչի մեջ քյար են տեսնում, բանը նյութական բանը շահն են տեսնում, հա։ Եվ վերադառնալով մեր նախորդ խոսքի, իհարկե այսօր կարիք կա քաղաքական նոր մշակույթի, կարիք կա, որ քաղաքական գործիչները լինեն ազնիվ իրենց խոսքում։ Հիմա այս օրինակ ասեք իշխանը այստեղ նստած է, այնպես չի ասեք, ընկերս է, հա, բայց իրենք բացարձակ ազնիվ են։ Ինչ են իրանք առաջարկում, բացարձակ ազնիվ են։ Փոքր բան են առաջարկում, բայց շատ հասկանալի եւ ազնվորեն են առաջարկում։ Ասեք ես եւ դրա նման բան մենք շատ կարիք ունենք։ Հիմա քաղաքական գործիչը ոնց թե ազնիվ դառնա, եթե հասարակությունը ազնիվ չի։ Այդ բանն է, մի հատ տենց հումոր կա, որ ասում աշխատավարձը չէին բարձրացնում, որտեվ լավ չէր աշխատում, իսկ ինքը լավ չէր աշխատում, որտեվ աշխատավարձը չէին բարձրացնում։ Մի տեից այդ ճեղքումը որ չեղավ, այդ նույն պատմությունը։ Եթե չկա նոր տնօրեն, եթե չկա նոր տնօրեն, որ աշխատավարձը միանգամից բարձրացնի եւ պահանջի, որ լավ աշխատեն, հա, բանը չի փոխվի։ Մենք փորձելու ենք ճեղքենք ու մենք է ոչինչ չենք ուզում 100 օր հետո դրա կազմակերպիչները իրավունք չունեն մասնակցեն ընտրության վարչապետը այն լծակներ ունեցող ուժերը ու սենց ասած մենք զոհողության ենք գնում որտեվ այս ինչը սկսել ենք հալածանքներն հետնա սկսել էլի ֆեյքերի
պոստերից սկսած մինչև տարբեր բաներ։ Բայց իմ տպավորությունից բոլոր կողմից ծեր վրա հարցակում։ Մենք բոլորին ենք դեմ։ Ավելի մենք մեզ էլ ենք դեմ, եթե քաղաքական ուժով փորձեինք մասնակցել։ Մենք եկել ենք ասում ենք թակավորը մեր կա, չենք ուզում տենց թակավոր, այս խաղը խաղալու խաղ չի։ Այդ Բաքում 5 տարի այդ խաղը մեծերը գծե խաղում էին, որտեղ փոքրերը միշտ չլվում էին։ Ու գնում էին ջուր։ Գալի ասում են, «Սենց նորմալ չի, ես ուզում եմ գնամ ընտրության, իմ սրտի ուժը ընտրեմ, դուք ինձ ստիպում եք խորը տրամաբանական տանջանքներ ապրեմ, որպիսի Նիկոլ Փաշինյանը չվերարտադրվի, ենթադրաբար այս երկու ուժը կանցնեն, ոչինչ որ ես իրենց ընդհանրապես չեմ հավատում, ձենս տամ իրան ինադու։ Ասենք տենց ընտրությունով առաջացած խորհրդարանը սենց է ստացվում։ Պետք է ես ուզենամ, ես իմ օրինակ ունեի 5165-ի վրով կամ քոյի։ Այդ համ ընտրեմ, ինձ նման մարդիկ կան, իրանցից 1-2-ը կա, որ մի օր էլ այդ համ ասեմ սիրելի իմ ընտրած ուժ։ Այսպես մանր խնդիր կա, կարող է քննարկենք, հիմա ում է այդ համ քննարկեմ։ Ասեմ ձեր ինադու ինանց եմ ընտրել, կլինի այդ ինադուն մոնետիզացնենք իրար, չի լինի Այլ ձև սա կարելի է կոչել փոքրերի ապստամբությունը։ Ապստամբություն, որ ասում են իմ ընկերների մասով ռիսկային բաներ են պատկերացնում, չէ, բայց ընդվզում ասենք, որ մի քիչ չլարվեն, էլի։ Փոքրերի ընդվզումը։ Մեր այսօրվա խոսակցությունը պարզեց, որ մենք իսկապես բոլորին դեմ ենք։ Բայց ես բոլորին դեմ չեմ։ Դե ես էլ բոլորին դեմ չեմ։ Ես Կատակին Հայաստանի կողմից եմ, բայց ձերպես։ Մենք Հայաստանին դեմ ենք։ Չէ, չեմ ասում։ Մենք ոնց կա փորձել ենք կառուցել, էլի մի հատ ստվար զանգված անընդհատ կյանքը Հայաստանի համար դրած մարդիկ են մտե շարժում։ Մենք հանուն Հայաստանի ենք անում, ընդ որում մեծ մասը այս շարժմանը գտնողների անատապես ոչ մի պակաս բան չունեն, ասենք նորմալ ընտանիք, նորմալ գործ, ոնց որ իրանք կայացած միջին խավի նորմալ մարդիկ են։ Բայց այս իրականությունը որ չփոխվի, նայեք 21-ից 26 ինչքան հարամություն ա եղել։ Երազեին 21-ի վիճակում լինեինք հիմա։ Ես լրիվ վստահ եմ, որ 31-ին այս նույն տեքստն ենք ասելու, որ բան չփոխենք։ Եթե դրինք նոր սուպեր վարչապետ, ընդ որում էական չի ով։ Մի քիչ էական, բայց մեծ հաշվով էական չի։ Ելնելու է էլի այդ լծակները որ տվեցին մեկին, որ այդ նույն այն որ ասում էր, սա վարչապետի մեքենան է ինը չի։ Կա վարչապետի հեռախոս, դրա մասին չի խոսացել, որտեղ կա դատավորների SMS-ների բաժին բան։ Այդ հեռախոսը փոխանցիկ հեռախոս է։ Եթե կանոն չփոխենք, տրվելու է մյուս սուպեր վարչապետին։ Ու ինքը ես է որ ելնեմ, ուժում եմ սխմեմ արդեն, դե կոճակներ կա, պատասխան տալու կոճակներ եմ ուզում սխմեմ։ Դրա համար էլ 100 ենք ուզել, որ հազարդի չընկնենք դեր դառնանք հանգարց։ Այս լավ նոտայի վրա, որ հույս ունենք, որ դև չեք դառնա եւ կփոխեք, ավարտենք մեր ամփոփումը։ Իհարկե մենք իրադարձությունների շուտ քիչ մասին անդրադարձենք, բայց կարծում եմ ինչպես միշտ այո, ինձ եկածուցակով գալիս ենք, բայց կարճ ասենք, որ այն մյուս իրադարձություններն են, որ եղել են, մեծ մասին դեմ ենք, որ կատարվել են, համաձայն չեք։ Մարդիկ գիտեն ինչեր է կատարվել։ Դե այս լավ նոտայով ամփոփենք, ավարտենք մեր հաղորդումը։ Սիրելի հետևորդներ, հիշեցնեմ, որ դուք դիտում եք խորագիր հաղորդաշարը, մեր հյուրը Իշխան Գևորգյանն էր, բոլորին դեմ եմ շարժման անդամ, ես ու Ավետիք Քերոփյանն էլ մյուս շաբաթ նորից ինչ-որ մի բան կավասենք։ Նոր հյուրով, հուսանք։ Լավ Ստեսին։ Ստեսություն։